Բարմանուկյան, Բարոյցես։ նախ կխնդրեմ երկու բառով այսօրվա ակցիաների մասին խոսեք եւ հետո ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա դատական նիստի վերաբերյալ։ Մենք այսօր գտնվելով քննչական կոմիտեի դիմաց շատ լավ հասկանում ենք, որ այստեղ մարդիկ են աշխատում, կան աշխատակիցներ, ովքեր ուղիղ իրականում այս պայմանությամբ տանջում են իրենց։ Կարծում եմ այս մարդիկ գեր են դարձել այսօրվա թույլ իշխանությանը։ Իշխանությունը ցանկանում է իր աթոռը պահել, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր աթոռը պահել մի բարձ պատճառով։ Եթե իրենք միայն տենչում են իշխանություն, ցանկանում են միայն կարճած մնալ այդ աթոռին, բոլոր լծակները կիրառում են այդտեղ։ Եթե այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ուրեմն այսօր այստեղ ժողովրդավարության մասին անգամ չեն կարող խոսել, արդարադատության մասին էլ չեն կարող խոսել։ Քննչական կոմիտեն արդարադատության մեկ ինստիտուտներից մեկն է։ Եվ ինչ է լինում, որ այս պարագայում քննչական կոմիտեն պիտի ազատագրվի։ Այո, պիտի ազատագրվի, որովհետև եթե այսօրվա իշխանությունը փորձում է իր բռի մեջ պահել բոլոր պետական ինստիտուտներին եւ ընդամենը պարզ կերպով ծառայեցնել միայն իր անձնական շահերի համար, պետությունը ինչ որ փակ բաժնետիրական ընկերություն չէ, էլի ինչ որ մեկի ձեռքում։ Պետությունը դա ինստիտուտներից կազմված ազգային գաղափարախոսությամբ կամ գաղափարախոսությամբ հետևող մեկ ամբողջական ինստիտուտ է, որը կարելի է ուղղակի կերպով դիտարկել, որտեղ այդ ժողովուրդ են ապրում, մարդիկ ցանկություններ ունեն, կամք ունեն, ազատության մասին այսպես չի կարելի էլի խոսել։ Ինչը վերաբերում է այսօրվան, մենք լինելու ենք այսօր հակակոռուպցիոն դատարանի բակում լինելով ի աջակցություն Սամվել Կարապետյանին, քանի որ այսօր մարտի 13-ին տեղի ունենալու 3:30 հապորին դատավարություն, եթե Սամվել Կարապետյանը այսօր փաստացի փակի տակ է, գտնվում է անգամ նույնիսկ տնային կալանքում, կարելի է ասել, որ հայ ժողովուրդը գտնվում է անազատության մեջ, որովհետև Սամվել Կարապետյանը իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ ինքը կարող է լինել պետության կողքին ամեն հնարավոր ստեղծված իրավիճակում։ Մեզ շատ հարցեր են տալիս, բայց մեր նպատակն է, որպեսզի լուսավորչական այն աշխատանքը իրականացնենք եւ ներկայացնենք, որ Սամվել Կարապետյանի արած աշխատանքը 2020 թվականից այս կողմ, 2000-ական թվականներից այս կողմ, այսպես նշեմ, միայն ժողովրդի մասին է եղել։ Շնորհակալ եմ։